Պտտահողմից տուժած ապարանում այսօր շարունակվում են դրա հետևանքների վերացման աշխատանքները։ Կիրակի կեսօրին տարածված կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական պտտահողմը ավերածություններ գործում քաղաքում։ Ըստ համայնքապետարանի նախնական տվյալի մոտ 100 շինություն է վնասվել պտտահողմի պատճառով, այդ թվում տներ ու դպրոցներ։ Այս պահին ուղիղ հեռարձակմամբ կարող ենք տեղափոխվել ապարան, այնտեղ աշխատում են իմ գործընկերները Աշոտ Մնոյանն ու Էդգար Ղուշչյանը։ Էդգար, բարի օր, ինչ իրավիճակ է քաղաքում հիմա։ Բարի օր Ալբերտ, բարի օր սիրելի հեռուստադիտողներ, ես հենց այս պահին զգում եմ, թե ինչքան փոշոտ է օդն ապարանում։ Ավերիչ տոռնատոն Կիրակի երեկոյան 100-ից ավելի շենք շինությունների տանիքներ է հանել, երկինք ցիրուցան արել։ Մոտ 15 ժամ է ապարանն ու հարակից բնակավայրերը հոսանքազրկված են, անվտանգությունից ելնելով անջատել են գազը։ Խանութները, բանկերը գեներատորներով են հոսանք ստանում։ Ըստ առողջապահության նախարարության 4 մարդ տուժել է, բոլորն էլ ստացել են առաջին բոժօգնություն։ Ուժեղ քամին 50 բնակելի տան, 20 խանութի, 20 շենքի տանիք է տարել։ Առանց ծածկի են մնացել ապարանի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները, արվեստի եւ մշակույթի կենտրոնների շենքերը։ Լսենք, թե ինչ են պատմում աղետի մասին տեղացիները։ Կարկուտը խփեց, սաղ փախաներ, եթե կարկուտը չլներ, դուսը մարտել էր մի անգամից բռնել չէին կողմնորոշվի ոչ մեկ։ Կարկուտից են մարդիկ տներ գնալ։ Հա, թե չէ վնասը շատ կլներ։ Դուրը բացեցինք ու այդ ընթացքում այդ սև ուրագանը այստեղ էր։ Ու մի անգամից տվեց պատուհանները լրիվ խփեց ներս ու մենք այդ ալիքի տակ ընկանք ներս։ Դուք դրսում եք։ Այստեղ կանգնած էինք։ Ու մի անգամից այս ժեշտերը վերևից կրիշից ամբողջը բերեց փակեց այս դուրս լուսամուտ։ Ուղղակի կարևոր է նա որ մարդկային զոհեր չի եղել։ Կարևորն է դա մնացածը մի բան կլինի էլ ինչ ասեմ։ Այդպեսի բան չի եղել։ Առաջ անգամ որ զարմանալի բան է որ մենք տեսանք։ Ինչ էիք անում դրսում, ձեզ վնաս չէիք եկան։ Դրսում ես մեքենա վրա գործ էի անում, վերևում այն զգացի բաներ անմիջապես հավաքելով տեղացներ լսեցի ներսը գարաժի դուրս սասկեցի, դուրս եկա արդեն դեռ երկակուտը ոնց որ ասում է ոնց վիճակ կլինի, վերցրեց աղունիկները ոնց է որ դες ֆռռ, այդ ամբողջ այդ կրիշի, այդ մետաղները բանը դες փառասելու տալու։ Ապարանի համայնքապետարանը հայտնում է, որ այսպիսի բնական աղետ քաղաքում նախկինում չի եղել։ Կադրերում տեսնում եք, որ ավտոմեքենաներ են վնասվել, տապալվել են ծառեր։ Էքսկավատորները առավոտից փորձում են ընկած ծառերից ազատել երթևեկելի գոտիները։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված այս կադրերում երևում է, ինչպես են շենքերի տանիքներին աշխատում փրկարարների խմբերը։ Ըստ ներքին գործերի նախարարության 137 փրկարար է մասնակցում ապարանի եւ լուսագյուղի բնակիչների անվտանգությունն ապահովելու բնականոն կյանքը վերականգնելու գործին։ Ալբերտ, հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք աշխատել ապարանից, այս ժամի համար այսքանը, Ալբերտ։ Շնորհակալություն Էդգար, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ապարանից մեզ էր միացել Էդգար Ղուշչյանը։